Կյանքը քայլում է անկարգ առանց մեզ հարցնելու։ Երբեմն մի օր արթնանում ենք ու տեսնում ենք, որ մեզ համար թանկ ու հարազատ մարդիկ այլ վայրերում են։ Եվ այն երազանքները, որոնց հետ մեծ հույսեր էին կապում, այլևս մնացել են անցյալում։ Իսկ մենք շարունակում ենք առաջ գնալ, պայքարել ու նորից պայքարել։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ գեղեցկուհի, տաղանդավոր դերասանուհի, հաղորդավարուհի Լիա Զախարյանին։ Լիա, համեցիր, բարի գալուստ իմ տաղավար, շատ շնորհակալ եմ, որ եկել ես եւ այսօր կարծում եմ շատ սիրուն զրույց ենք ունենալու։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես վստահ եմ, որ շատ սիրուն պահեր ենք ունենալու այսօր։ Խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղը ու սկսենք մեր զրույցը։ Լիա, այսօր զրուցելու ենք ձեր կյանքի մասին, անցնելու ենք բոլոր ճանապարհներով, ձեր կյանքի ճանապարհներով, գնալու ենք սկիզբ, գալու ենք այս օրեր, մի խոսքով շատ հետաքրքիր զրույց է լինելու։ Սկսում ենք ձեր կյանքի պատմությունը ամենասկզբից, որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ես ծնվել եմ Սյունիքի մարզում, քաղաք Գորիսում, մանկությունս ինչ-որ չափով անցել է Սիսիանում, Սիսիանի Արևիս գյուղում, տատիկիս եւ մորաքրոջս հետ միասին, եւ արդեն դպրոցական տարիներից սկսած իմ դեռահասության տարիքը ես անցկացրել եմ Գորիսում, որից հետո ավարտել եմ դպրոցս, տեղափոխվել եմ Երևան։ Ովքեր են իմ ծնողները, հրաշագործներ են։ Որ քեզ ման հրաշք են ստեղծել այս կյանքում։ Առհասարակ ինձ համար հրաշագործներ են, ես իրանց շատ հարգում, շատ սիրում եմ յուրովի եւ ընդունում եմ շատ յուրովի, անկախ նրանից թե ծնողներիցս մեկը որքան ժամանակ է բացակա եղել իմ կյանքից, իմ կարևոր կյանքային ճանապարհից, միևնույն է ես նրան արդեն ընդունել եմ եւ կարող եմ ասել, որ ես ուրախ եմ, որ հենց նրանք են իմ ծնողները, որովհետև միայն նրանց շնորհիվ է, որ ես կամ եւ հենց այնպիսին եմ, ինչպիսին, որ ես կամ։ Ով է ընտրել ձեր անունը եւ ինչու Լիա։ Հիշում եմ, երբ փոքր էի, մայրիկս պատմում էր, որ հղի ժամանակ երազ է տեսել, որ ինչ որ նշան է ստացել, որ պետք է իր աղջկա անունը դնի Սաբինա։ Եվ քանի որ իմ ծննդյան օրը համընկել էր պատերազմական օրերին, ասում եմ այն ինչը որ ինձ պատմել են եւ լսել եմ, ասում են որ ականը ընկել է հիվանդանոցի վրա եւ ինչ որ չափով վնասվել է հիվանդանոցի մի մասը եւ մայրիկիս ծննդասեղանից տեղափոխել են դեպի նկուղ եւ մոմի լույսի տակ ծնվել եմ ես։ Այդտեղ հումորով բժշկուհին, մանկաբարձուհին առաջարկել է իմ անունը դնեն Գրադուհի։ Դե գրադ այնտեղ մեր բարբարով այդպես էին ասում։ Հետո ցանկություն առաջացավ իմ անունը դնեն տատիկիս անունը Հասմիկ, բայց տատիկս դեմ էր, ասաց, որ մենք արդեն մի Հասմիկ ունենք, եկեք մեր բալիկին նոր անուն տանք, նոր մարդ, նոր աղջիկ, նոր անուն, եւ տատիկիս քույրը Համեստը, ում ես ասում եմ Մորքուր, ես իմ տատիկի քույրիկներին ասում եմ Մորքուր։ Համեստ Մորքուրը որոշեց, որ իմ անունը պետք է լինի Լիանա, մեկ նյով գրվող։ Եվ այդտեղ մամայիս որոշման գործոնը արդեն այդքան էական չէր, որովհետև ամեն դեպքում նոր էր ծննդաբերել, պատերազմ, նկուղ, մոմ եւ այդպես հաստատեցին իմ անունը, իսկ Լիա արդեն ես եմ ինքս ինձ այդպես անվանել ուսանողական տարիներին, երբ առաջին անգամ բացեցի Facebook-յան իմեջը եւ չէի ուզում լինել Լիանա Զախարյան, մի փոքր տարբերվելու համար այնտեղ կրճատ գրեցի Լիա եւ դա այսպես ասած դարձավ ինձ համար բեմական ճանաչելիության անուն։ Դպրոցում ինչպիսի աշակերտու եք եղել։ Այնքան հակասական եմ եղել եմ եւ շատ պարտաճանաչ եւ գերազանց սովորող աշակերտուհի եւ եղել եմ շատ խենթ ու խելառ եւ բոլոր մեր փախուստները կազմակերպել եմ ես։ Եվ 4-րդ դասարանից սկսած ես իմ դասարանին սովորեցրել եմ, որ պետք է դասից փախնենք։ Մենք 4-րդ դասարանի պատուհանից մեր պայուսակները նետում էինք ցած, որ կարողանայինք գլխավոր մուտքով առանց պայուսակներ գնալ, վերցնել պատուհանի տակից ու գնալ։ Եվ այդպես մինչև 10-րդ դասարան ես պլանավորել եմ փախուստ, պլանավորել եմ քեֆ, ուրախություն, պարեր,
եւ այդպես հակասական համ լավ եմ սովորել եւ դրա Շատ արդյունքում ակտիվ եք եղել։ Հա, քանի որ ինքնավստահ եմ եղել, որ միևնույնն է ինքնուրույն աշխատանքներս լավ եմ գրելու եւ լավ եմ հանձնելու, այդ ինքնավստահության շնորհիվ ես կարողացել եմ անկարգություններ կազմակերպել եւ չեմ ամաչում դրանից եւ չեմ փոշմանում, որովհետեւ դրանք իմ աշակերտական տարիների ամենահամով ու բարի հիշողություններն են։ Հրաշալի է։ Դպրոցից հետո ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը, ուր գնացիք։ Ես տեղափոխվեցի Երևան, մայրաքաղաք, որտեղ կային երրորդ հարկից ավելի բարձր հարկեր, բարձր շենքեր, շատ մարդիկ, լիքը մեքենաներ, լուսամփոփ։ Փոքրիկ Լիան հայտնվեց մայրաքաղաքում միանշանակ արդեն երազանքներով լեցուն, որոնք ինձ ապրեցնում էին եւ դարձա ուսանողուհի։ Որտեղ ընդունվեցիք սովորելու։ Իմ առաջին համալսարանը, որտեղ ընդունվել, սովորել եւ ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն է, ՕԼՖ բաժինը, օտար լեզուների լեզվաբան, բայց երկրորդ կուրսից ես արդեն սովորում էի դերասանական ստուդիայում։ Եվ այդտեղից սկսվեց դեպի հեռուստատեսություն, քայլերը, կարիերան։ Այո, նախքան այդ ես գաղտնի պարապում էի վոկալ, որովհետև երազում էի դառնալ երգչուհի, որովհետև Բրյուսովի ուսանողական խորհրդի մշակութային բաժնի ակտիվ ուսանողուհիներից էի եւ տեսնում էի թե ինչպես էին այնտեղի տաղանդավոր ուսանողուհիները երգում եւ նույնիսկ երկու աստղ էին կազմակերպում, երգում էին արդեն իսկ ճանաչված եւ սիրված երգիչ երգչուհիների հետ։ Իմ մեջ եւս ցանկություն կար եւ որպեսզի ես էլ մասնակցեի, ես սկսեցի գաղտնի վոկալ պարապել այն նպատակով, որ պետք է լավ երգեմ եւ երգչուհի դառնամ, բայց դերասանական ստուդիա ընդունվելուն պես ես ուղղակի սիրահարվեցի դերասանական արվեստի վրա, բառի բուն իմաստով սիրահարվեցի եւ հենց ստուդիան ավարտեցի, 1 տարվա ուսուցման ընթացք էր, հենց ավարտեցի Armenia TV-ում Արմեն Պետրոսյանի շնորհիվ ստացա իմ առաջին գլխավոր դերը, Եռաչափ սերի Լիլիթ։ Եվ այդպես շարունակվեց կերպարների ընտրությունը, առաջարկները շարունակվեցին ու Լիա Զախարյան անուն ազգանունը դարձավ հայտնի նաև հեռուստադիտողի համար։ Լիա, ո՞րն էր ձեր ամենասիրելի նախագիծը, որտեղ դուք զգում եք ինչպես ձեր ափսեի մեջ, հա, որ նախագիծն էր, որ հեռուստապրոյեկտն էր, որ ավելի շատ սիրեցիք ու ավելի լավ եք ձեզ այնտեղ զգում։ Շատ դժվար է առանձնացնել։ Ես երևի թե խոսեմ 3 պրոյեկտի մասին։ Դե առաջինը Եռաչափ սերն է։ Ես երբեք չէի պատկերացնի նախ, որ Գորիսից եկած փոքրիկ աղջիկը կարող է հայտնվել հեռուստաէկրաններին այն դեպքում, երբ Գորիսում հեռուստայի էկրաններին երևացող մարդիկ մեզ համար անհասանելի էին շատ։ Եվ նույնիսկ երազել անգամ չէի կարող, որ ինչ որ մեկին կարող եմ առերես հանդիպել եւ ծանոթանալ, էլ չեմ ասում նկարվել ու ինձ ցույց տան հեռուստացույցով։ Շատ սիրել եմ իմ կերպարը եւ զարմանալիորեն ես իմ ափսեի մեջ էի զգում։ Ես շատ հանգիստ էի, ես շատ ազատ էի զգում։ Դա նաեւ գալիս էր իմ պրոֆեսիոնալ թիմից եւ պրոֆեսիոնալ պրոդյուսեր ունենալուց։ Երկրորդը, որը կարող եմ առանձնացնել, Էլենի օրագիրը Իզայի կերպարն էր, որը ինձ համար շատ մեծ դիապազոն ունեցող կերպար էր, որը օգնեց իմ հնարավորությունները ավելի ընդլայնեմ եւ ներկայացնեմ իմ հանդիսատեսին եւ նորովի ճանաչեմ ինքս ինձ եւ իմ հնարավորությունները եւ վերջինը կարող եմ առանձնացնել Լեռները կհիշեն հեռուստասերիալը Ելենա Արշակյանի, որտեղ ես մարմնավորում էի շատ ուժեղ բնավորություն ունեցող հերոսուհու մի կերպար, որից ես ինքը շատ բան եմ սովորել։ Ես իմ հերոսուհուց շատ բան հասցրել եմ սովորել արդեն։ Մի փոքր խոսենք կյանքի այլ փուլերի մասին, այս դեպքում խոսենք ընկերասիրությունից։ Շատ ընկերներ ունեք։ Չէ, ես շատ ընկերներ չունեմ, ես ունեմ թվով քիչ ընկերներ եւ այո, նրանք ընկերներ են, որովհետեւ ես չեմ հավատում շատ ընկերներ հասկացությանը, եթե նրանք ընկերներ են եւ իսկապես դու նրանց ընդունում ես որպես ընկեր եւ ընդունում ես այնպեսին, ինչպեսին որ կան եւ վստահում ես առանց պահումների, առանց վախերի, առանց զգուշության, նրանց թիվը չի կարող շատ լինել։ Ձեզ համար հետաքրքիր մի անակնկալ կլինի մեր տաղավարում, որովհետև մեր զրույցին կմիանա ձեզ համար շատ թանկ ու հարազատ մի մարդ, Մարիամ Մեհրաբյանը։
Մարիամ, համեցեք տաղավար եւ բարության չափաբաժին ավելացրեք ձեր ներկայությամբ։ Ես գիտեմ, որ դուք շատ հարազատ հոգիներ եք։ Համեցեք Մարիամ, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Մարիամը եւ գալիս է մեր տաղավար։ Առաջին անգամ քեզ տեսնելիս շատ դժվարանում խոսել։ Ահա թե ինչպես Լիան սկզբում նշեց, որ չի արտադրվում տաղավարում, իսկ մեզ մոտ առանց արդյունքների հնարավոր չէ։ Ես էլ եմ շատ ուրախ։ Շատ ներվել եմ ձեր տաղավարի հետ։ Համեցեք Մարիամ ջան, իսկ ինչ եք ձեզ հետ բերել։ Ժպտա, սիրի, գրկի, Մայրամը տվել են 3 կարևոր բանալիները, որոնց կարիքը ես ունեմ եւ քանի որ ինքին շատ լավ ճանաչու եւ մենք բազմիցս ունեցել ենք առիթներ շփվելու իրար հետ եւ ես իմ բոլոր խոցելի եւ թույլ կողմերը ներկայացրել եմ եւ իմ բոլոր կարիքների մասին բարձրաձայնել եմ 26 թվականի համար ինձ լիքը ժպիտ սեր եւ տաքուկ գրկախառնություն ա բերել։ Գիտեք, պետք է անկեղծ լինեմ եւ խոստով անեմ, որ որտեղ Մարիամն է, այնտեղ մի տեսակ հանգստություն, բարություն, ներքին փոթորիկները հանդարտվում են միանգամից։ Մարիամ ջան, դուք ամեն անգամ մեր տաղավար գալով, արդեն երկրորդ անգամ եք անակնկալ եք բերում մեր հյուրերին, միշտ շատ հաճելի է, երբ դուք եք լինում անակնկալ հյուրը։ Ինչպես պատահեց ձեր մտերմությունը եւ ինչպես հանդիպեցիք, որտեղ հանդիպեցիք։ Ես կասեմ, որ Լիային շատ վաղուց հետևում էի, համակրում էի, սիրում էի նրա ժպիտը, խորը աչքերը, ու իրենից միշտ գալիս էր այն էներգետիկան, որ ինքը գրկող մարդ է։ Կարելի է նույնիսկ ֆիզիկապես դա չպատկերացնել։ Նրա մոտ միշտ տաք է։ Անգամ կերտած դերերի եւ այլնի մեջ։ Մի օր ես նրան հյուրընկալվեցի հաղորդման շրջանակներում այս տաք շենքի պատերի ներսում ես կասեմ, որ դեռ հաղորդումը չսկսված մենք 2 թե 3 բառ փոխանակվեցինք այն տարբերակով, ինչ տարբերակով որ այստեղ էր։ Այսինքն նրա այդ վիբրացիան միանգամից եկավ այդ տաքությունը ու ինձ համար շատ կարևոր է որ երբ որ ես մարդուն հեռվից գիտեմ ու մոտիկից այդ նույնը գալիս է ուրեմն իմ մարդն է եւ հաղորդումը արեցինք ավարտեցինք ու այդպես մնացինք ընկերներ մինչ օրս արդեն քանի տարի է որ կա ընկերությունը ձեր տարին դեռ նոր պետքա լրանա մեր ընկերության բայց ինչ վերաբերում է գրկել բառի իմաստին, ես մի անգամ Մայրամին գրել եմ, գրկում եմ սիրտդ, եւ դրա համար ես հասկանում եմ Մայրամի ինչ ասում, երբ ասում է, որ գրկել միայն ոչ ֆիզիկական իմաստով, ես երբ մեկին շատ սիրում եմ, շատ վստահում եմ, շատ ընդունում եմ եւ կարևորում եմ իր ներկայությունը իմ կյանքում եւ ցույց եմ տալիս թե որքան ես ունեմ քո ներկայության կարիքը եւ որքան շնորհակալ եմ որ դու կաս ես այդ քաղցր բառը ասում եմ գրկում եմ սիրտդ դա հաջորդ կետներ աստիճաններ որտեղ որ ես էլի այդ վստահությունը եւ հավատը ունեցա որ իմ մարդն է ճիշտ մարդ է դա շատ կարևոր արտահայտություն է որ ես նրա ցանկացած նախաձեռնություն ողջունում եմ անգամ եթե դա համարձակ նախաձեռնություն է, անգամ եթե դա մեծ ներդրումների նախաձեռնություն է, հավատում եմ, որ այս փոքրիկ մարմնում այն մեծ ուժը, որ սյունեցուն բնորոշն ունի, դա կա։ Մարդ, որը շատ հավատարիմ է իր արմատներին։ Շատ գնահատում եմ Լիայի մեջ հենց այդ հատկանիշը, հատկապես երբ նա Սյունիքում շրջում է եւ պապական, տատի տունն է լուսաբանում, դա շատ ուրիշ մի զգացողություն է։ Ես երբ նա սկսեց Հայաստանը լուսաբանել, հեռախոսը ձեռքիցս չէի դնում եւ ամեն երկրորդ մարդուն ով կողքս էր լինում, ասում էի՝ մի հատ տեսեք Լիա Զախարյանը մարդը մասնագետը այդքան գերզբաղված ինչ է անում հայրենիքի համար, որտեվ ինձ համար հայրենիք սիրելը դրա մասին բարձր խոսելն, որտեվ մեր հայրենիքի մասին շատ շշուկով ենք խոսում։ Եվ մարդու մասին քիչ է ասել գեղեցկուհի եւ տաղանդավոր, պետք է ասել նաեւ հայրենասեր։ Ինձ համար իմ ընկերը պետք է լինի նաեւ հայրենասեր, իմ հետ հայրենիքի հանդեպ այդ սերը կիսի, ու սա պաթոս չէ։ Լիան գիտի ես ինչերի եմ պատրաստ գիշեր թե ցերեկ հայ փոքրիկի համար, հայ մարդու համար հայրենիքը մարդ է, այդպես ենք վերաբերում եւ նրա մեջ եմ դա բացահայտել։
եթե կսխալվեմ, դու ինձ լրացրու։ Շնորհակալ եմ շատ։ Մարդ, ով որ միշտ հերիքում է բոլորին, ես չգիտեմ ոնց է նա կարողանում դա հասցնել, բայց մարդ, մայր, ընկեր, կին եւ մասնագետ, ով բոլորին հերիքում է։ Այն ամուր կապը, որ ես զգացի ձեր երկուսի ձեռք սեղմումից, դա հենց դրա վառ հապացույցն է։ Այդ տարբերակն է։ Մարիամ, իսկ մի անգամից է Լիան բացվում, կիսվում, վստահում, թե ինքը զգուշավոր է նաև իր տեսակով։ Լիային դժվար է անվանել զգուշավոր մարդ, ինքը տեսակով անմիջական է եւ դա նրա արտիստիզմի եւ կարծում եմ տաղանդի հիմքում է ընկած, որովհետեւ ինձ համար բեմում գործունեություն ծավալող մարդը պետք է հենց այդպիսին լինի։ Զգուշավոր, ծածկա դմփոց ունեցող մարդիկ նրանք ավելի այլ համակարգերում են պետք։ Մեզ էմոցիա տալու համար պետք է նման հուզաշխար ունեցող մարդը, այո, նա բաց է, նա արդար է, ազնիվ է, շատ նրա ուրեմն հարցազրույցներ ենք նաև միասին նայել եւ վերլուծել եւ իսկապես այդ անմիջականությունը միայն գովեստի արժանի, բայց պետք է դա նաև հասկանալ եւ չչարաշահել, որովհետեւ չի ասի մեր երկրում առհասարակ մարդկության մեջ տարբեր հասարակություններում անմիջական մարդուն ով սիրելի է հեշտ է սնդունում, մարդկանց համար արագ սիրելի է դառնում, բայց նաև այդ անմիջականությունը ես իհարկե կողմ կլինեի, որ փոքրիկ պատերով լիներ, փոքրիկ նախապատմություններով լիներ, որտեղ ինքը շատ գրկաբաց է։ Ճիշտ է։ Այ որպես հոգեբան, որպես լավ ընկեր, շատ լավ մասնագետ ու լավ մարդ։ Շնորհակալ եմ։ Ինչ խորհուրդ կտաք, որ Լիան չանի կամ շատ չանի դա։ Ես արդեն քանի որ խոսքի սկզբում ասի, որ ողջունում եմ նրա նախաձեռնությունները, որովհետև մեզ, նաև մարդկանց, հայ մարդուն, պետք է նաև նման բաց մարդիկ, որոնք որ լցնում են ուղղակի մեր աշխարհը, նրան չես անվանի մռայլ, չես անվանի այսպես տրամադրություն չացնող, որևէ այս բնութագրիչները Լիայի մասին չեն։ Թերևս ես շատ կուզենամ, որ նա իր տեսակ մարդուն հանդիպի, այն պատնեշին ամրությանը, որը ամբողջությամբ կպաշտպանի ու կպարուրի, այն ամենով ինչին Լիան է արժանի, իմ համեստ կարծիքով, թող լինի ինձ նաև սխալ կարծիքով, եթե դա այդտեղ ես կսխալվեմ, Լիան իր գեղեցկության եւ ուրեմն արվեստի մեջ անպաշտպան է։ Ես կարծում եմ նա ունի պաշտպանության կարիք։ Բրավո։ Եվ Մարիամ, քանի որ հաշված օրեր են մնացել ու կգա նոր տարին, ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողին եւ առհասարակ մեր հայերին։ Ես հետաքրքիր է բարեմաղթանքը վերել էի Լիային, բայց դա իրենն է, իսկ մեր սիրելի հեռուստադիտողին 26 թվականի համար կմաղթեմ, որ երբ խոստովանության ժամը գա, բոլորը կարողանան խոստովանության ինչու ոչ ծանր պահին իրենց դասը քաղեն այնպես, որ հաջորդ պահին այն դժվարությունը, որը դասի մեջ էր, դառնա աճի հնարավորություն։ Բրավո, հիանալի խոսքեր եւ հիանալի խորհուրդ մաղթանք։ Շնորհակալ ենք Ես Մարիամ։ եմ շնորհակալ։ Անչափ շնորհակալ ենք, որ եկաք։ Այսօր իմ օրը հենց այսպիսին եղավ։ Շատ շնորհակալություն։ Դու ինչպես միշտ ամենակարևոր, ամենաէմոցիոնալ ու ամենաթանկ բանին իմ կողքին։ Նաև Արայք, գնում եմ, բայց ասեմ, որ Լիայի շնորհիվ մարդիկ 1 տարի շարունակ ունեցան քո մասինը։ Այո։ Դա ամբողջը նրա շնորհիվ է, նրա ջանքերով էր։ Շնորհակալ Ես եմ հյուր էի։ Մարիամ։ Շնորհակալ եմ։ Վեր գալիք նոր տարիներ։ Կանչեք, ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում։ Դու կլինեք իմ հյուր այս դեպքում արդեն։ Շատ լավ, շատ Այդ լավ։ դեպքում տաղավարում չեն տեղավորվի այն մարդիկ, ովքեր կցանկանան Մարիամի մասին գոնե մեկ նախադասություն ասել։ Ես համամիտ եմ։ Շնորհակալ ենք Մարիամ։ Շնորհակալ եմ, ստեսություն։ Առայժմ սիրելի։ Լավ եթեր ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, բայց մինչ այդ ուզում եմ նշել, որ մեր բոլոր եթերները կարող եք գտնել մեր YouTube-յան ալիքում։ Այնտեղ փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը, գտնում եք, միանում եք էջին, դիտում եք հաղորդումները եւ չեք մոռանում թողնել ձեր անկեղծ մեկնաբանությունները։ Ինչու՞ չէ, նաև կսպասենք ձեր առաջարկներին։ Շնորհակալ ենք, որ այսքան հավատարիմ եք ու հետևում եք մեր բոլոր եթերներին։ Եվ շարունակում ենք զրույցը, Լիա, դուք նախագծի սկզբում նշեցիք, որ ինչ-որ ժամանակ ծնողներից մեկը հեռու է եղել ձեզանից։ Խոսքը հայրիկի մասին է։ Այո։
Ինչն էր պատճառը, ինչու հայրիկը գտնվեց հեռվում կամ գտնվում է հեռվում։ Ես կարծում եմ դա մայրիկի եւ հայրիկի անձնական ամենանուրբ հարցն է, որին ես երբևէ ցանկություն չեմ ունեցել խառնվելու եւ փորփրելու եւ պատասխաններ փնտրելու։ Միակ պատասխանը, որ ինձ միշտ հետաքրքրել է եւ որն էլ ինձ տարել է դեպի իմ հայրիկի տունը 19 տարեկանում, դա եղել է այն. արդյոք դու չես ուզում ճանաչել այն աղջկան, ում երակներում քո արյունն է հոսում։ Եվ արդյոք, որ հիմա դու նայում ես ինձ, չես փոշմանում, որ 19 տարի ինձ չես ճանաչել։ Իսկ որ գնացիր հայրիկի տուն 19 տարեկան էր այդ ժամանակ։ Հանդիպում տեղի ունեցավ ձեր եւ հայրիկի միջեւ։ Այո, ես գնացի հենց իր տուն, ծեծեցի դուռը եւ պահանջեցի, որ իմ հետ ծանոթանա։ Իսկ ինչ էմոցիաներ ապրեցիք դուք եւ հայրը ձեր։ Ես շատ լարված էի եւ հուզված էի, որովհետեւ գիտեք, շատ դժվար է պատկերացնել, որ գնում ես միտեղ, որտեղ պետք է հանդիպես հայրիկին։ Նախ ես չէի հասկանում ով է հայրիկը եւ ինչ զգացողություն, ինչ ապրումներ, ինչ կարեւորություն է նա տալիս երեխայի կյանքում կամ հատկապես աղջկա կյանքում։ Այսինքն ես ուղղակի գիտեմ, որ կա հայրիկ եւ մայրիկ։ Մայրիկը գիտեմ ով է, ինչպիսին է եւ ինչ եմ զգացել ու ստացել նրանից։ Հայրիկի հետ կապված ոչինչ չեմ հասկացել եւ չեմ զգացել, պարզապես բնազդաբար ցանկացել եմ նրան տեսնել ու ճանաչել եւ ուղղակի կարող եմ ասել զգացել եմ լարվածություն, զգացել եմ շատ մեծ հուզմունք եւ մի փոքր վախ, որովհետեւ մտածում էի, որ գուցե ցանկություն չունենա ինձ ճանաչելու եւ մերժի իմ ներկայությունը իր տանը, բայց հակառակը պետք է ռիսկի դիմես, որ խմես շամպայնը։ Իսկ այսօր կապը պահպանված է հայրիկի հետ։ Միանշանակ, մենք լավ ընկերներ ենք, այո, մենք իրար հետ խոսում ենք, կիսվում ենք, քննարկում ենք, ուրախ առիթները միասին նշում ենք, պարտադիր փորձում եմ այցելել նրան գոնե ամիսը 1 կամ 2 անգամ, այսինքն մենք դարձել ենք լավ ընկերներ եւ այստեղ այդքան էական չի, թե այսքան տարի հետո ես որքանով եմ կարողանում զգալ նա իմ հայրն է թե ոչ։ Ես շատ ուրախ եմ, որ հասցրել եմ նրա կենթանության օրոք նրան ճանաչել եւ թույլ տալ նրան, որ նա էլ ինձ ճանաչի եւ ես վստահ եմ միանշանակ, որ նա շատ ափսոսում է 19 կորցրած տարիների համար, ես ուղղակի վստահ եմ, որի համար եւ շատ ուրախ եմ եւ նաեւ ուրախ եմ, որ ես ձեռք եմ բերել լավ ընկեր։ Դե, այսինքն եթե դուք չգնայիք, հայրիկը ձեզ չէր փնտրելու։ Կարծում եմ ոչ։ Չէր փնտրելու, երևի թե նա էլ իր ներսում իր վախերը ուներ։ Այո։ Երբեք չես կարող իմանալ, թե դիմացին ինչ է զգում, ինչից է վախենում, ինչից է հուզվում, ինչից է հետ քաշվում եւ ինչու է փակվում։ Ամեն մարդ իր արարքի համար ունի իր ներքին բացատրությունը, իր ներքին արդարացումը։ Դրա համար ես չեմ կարողանում մեղադրել եւ ես չեմ կարողանում նեղացած մնալ։ Չեմ կարողանում չարացած մնալ։ Ինձ համար գիտեք, ավելի հեշտ է ընդունել, ներել եւ ավելի խաղաղ ու ուրախ շարունակել իմ կյանքի ճանապարհն ու գործունեությունը, քան ես շարունակեմ մի կյանք, որտեղ կա չարություն դեպի իմ ծնողը։ Այո։ Գիտեք ինչն է գլխավորը, այն որ ասում է ամեն բանի վերջն է գովելի, եւ այս դեպքում գովելի է ձեր քայլը, որ դուք համառորեն այսպես գնացիք այն ճանապարհով, որը տանում է դեպի ձեր հայրիկի տան մոտ, հանդիպեցիք ձեր հայրիկին եւ այսօր դուք գտել եք իրար ու լավ ընկերներ եք։ Այո։ Կարևորը կյանքում գտնելն է։ Այո, ուրախ եմ շատ, որովհետև ես նաև քույր ունեմ եւ շատ ուրախ եմ, որ իմ քայլի շնորհիվ ես կարողացել եմ կապ կառուցել իմ քույրիկի հետ, որի մասին միշտ երազել եմ քույր ունենալ եւ ես ունեմ եւ ինչպես կարելի է բաց թողնել կյանքի այդ նվերը, այդ հնարավորությունը, այդ ուրախությունը եւ չշփվել, չվայելել, չզգալ, չկիսվել, չկիսել նույնիսկ։ Ես ուրախ եմ, որ նրանք կան։ Բրավո Լիա, հիացած եմ ձեզանով։ Ինչի համար եք զղջում ձեր կյանքում։ Դեկտեմբերի 9-ին Գորիս չգնալու համար։ Իսկ ինչ օր էր այդ օրը, որ պետք է գնայիք, ինչու պիտի գնայիք Գորիս։
ավտովթարի օրեր եւ ես զղջում եմ, որ ես չեմ լսել ձայները եւ չեմ արթնացել եւ ես զղջում եմ, որ երեկոյան չեմ համաձայնվել նրանց հետ գնալ Գորիս, նախընտրել եմ աշխատանքը, որովհետեւ ինձ ամեն դեպքում թվում է, որ եթե ես լինեի մեքենայի մեջ, ամեն ինչ այլ կլիներ։ Չգիտեմ, այդպես եմ մտածում։ Իսկ ում ավտովթարի մասին է խոսքը, ովքեր են նրանք։ Իմ ընտանեկան ավտովթարի մասին է խոսքը, որի պատճառով կորցրեցի իմ տատիկին։ Ես ամեն դեպքում մինչև հիմա մտածում եմ, որ եթե ես համաձայնվեի չգնալ աշխատանքի, այլ գնալ Գորիս նրանց հետ, հնարավոր է ամեն ինչ այլ լիներ, չգիտեմ։ Ես գիտեմ, որ դուք նաև ձեր տատիկի մոտ եք չէ՞ մնացել, ապրել եք նրա հետ, տատիկն է խնամել ձեզ, կարծես թե փոխարինելով մայրիկին, այդպիսի մի փուլ է եղել ձեր կյանքում։ Դա ձեր մորական տատիկի մասին է խոսքը։ Հենց այդ տատիկն էր ավտոմեքենայի մեջ, որտեղ ունեցավ վթարը։ Այ հիմա եմ հասկանում, թե ինչքան ամուրթելով է կապված եղել ձեր տատիկի հետ եւ ինչի համար եք դուք զղջում, որ այդ օրը դուք չեք եղել այդ մեքենայի մեջ, որտեղ իրականում կարող էր շատ բան փոխվել։ Այո, եւ երևի թե դա իմ ամենամեծ ափսոսանքն է իմ կյանքի, որ ինչու ես մեքենայի մեջ չէի։ Լիա, դուք շատ հետաքրքիր մարդ եք, շատ խորքային ազնվորություն եք, եւ ուժեղ, եւ նաեւ ուժեղի ցանկություն ունենալով, կողքին ունենալ ուժեղին, որպեսզի նաեւ ինչ-որ մեկն էլ ձեզ պաշտպանի, դուք այդպիսի մարդ եք, բայց ձեր ներքին աշխարհը միշտ բարությամբ է լեցված եւ կամեցողությամբ, ինչը այսօր միշտ չէ որ հաճախ է հանդիպում, ինչի համար ես ձեզ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ եւ ուրախ եմ, որ դա նկատելի է, որովհետեւ միշտ չէ որ կարելի է թափանցել մարդու ներսը եւ իսկապես ճանաչել, թե ինչպիսին է նա, ինչ է զգում եւ որ պահին է փորձում թաքցնել իր տխրությունը կամ թուլությունը։ Ճիշտ է։ Լիա, ինչ է ձեր կարոտի անունը։ Հասմիկ։ Ով է Հասմիկը։ Իմ տատիկը։ Իսկ կհիշեք մի խորհուրդ, որ տատիկը ձեզ տվեց, այդ խորհուրդը պահել եք ամուր ձեր սրտի խորքում։ Իմ տատիկը շատ բարի սիրտ ունեցող կին էր եւ ինձ միշտ սովորեցրել է եւ դասյարակել է այնպես, որ միշտ մարդկանց պետք է ընդունել եւ ներել։ Եվ դա ոչ թե անում ես նրանց համար, այլ անում ես քեզ համար։ Եվ ես իսկապես դա դարձրել եմ իմ կյանքում կարևոր կարգախոս եւ զգացել եմ, թե որքան ես ինձ առողջ եմ զգում, երբ դիմացինին ներում եմ։ Եվ ներում եմ այն մարդկանց, ովքեր ինչ որ հարցում ինձ ցավեցրել են։ Եվ իսկապես դա շատ մեծ բուժիչ կարևորություն է, բուժիչ ուժ է, երբ դու ընդունակ ես ներելու եւ ընդունելու։ Եվ միշտ պետք է հիշել, որ երբ ներում ես եւ ընդունում ես, դու դա չես անում դիմացինի համար, դու դա անում ես քեզ համար, հանում քո խաղաղության, քո հանգստության, քո առողջության, քո ներքին բարության համար ես անում։ Լիա, ո՞րն է ձեր սրտի եղանակը։ Ես միշտ մտածել եմ, որ ես սիրում եմ գարունը, հատկապես վերջին ամիսը, երբ ամեն ինչ ծաղկած է լինում, փարթամ է լինում, կանաչ է լինում, սիրուն է լինում, նոր է լինում, բայց այս վերջին տարին հասկացա, որ ես նաև սիրում եմ աշունը, երբ ես ծնվել եմ։ Ես ինքս աշնան ծնունդ եմ եւ աշնան մեջ այնքան գույներ կան, իսկ իմ կյանքը այդ գույների կարիքը ունի եւ քանի որ ես միշտ անտեսել եմ աշունը եւ գնացել եմ կանաչ գույնի հետևից, ես բաց եմ թողել իմ կյանքի այդ երբներանք գույները, տաք գույները, սիրուն գույները եւ ես վերադարձրել եմ դա իմ կյանք։ Ես սկսել եմ սիրել աշունը, ես ընդունում եմ աշնան բոլոր գույները եւ հասկացել եմ այն պահից, երբ սկսել եմ ընդունել եւ սիրել, իմ կյանքը գունավորվել է։ Իսկ այդ գունավոր կյանքի մեջ, այդ կյանքի բազմերանգության մեջ սիրո գույնը կա հիմա թե չկա։ Միշտ կա սիրո գույնը։ Բրավո։ Միշտ։ Ես պարզապես հիանում եմ ձեր գեղեցիկ պատասխաններից, եւ տրամաբանական, եւ
շատ ասելիք կա ձեր մտքի խոսքի ձևակերպման մեջ, ինչը ողջունելի է։ Շատ շնորհակալ եմ։ Կյանքում սիրում եք աղմուկը թե լռությունը։ Հիմա լռությունը։ Քանի որ հիմա իմ միտքը ավելի շատ աղմկոտ է, ես նախընտրում եմ լռությունը, որ բալանսի բերեմ ներսս։ Բրավո։ Լիա, ում ինչ ունեք խոստովանելու, քանի որ դուք խոստովանության տաղավարում եք կամ միգուցե ինչ-որ խոսքեր կան, որ չեք հասցրել ասել, կամ պարզապես ուզում եք ինչ-որ մեկին մի բան ասել։ Ես ուզում եմ, որ իմ մայրը հիմա լսի, որ ես իսկապես իրան շատ եմ սիրում եւ շատ եմ գնահատում եւ շատ շնորհակալ եմ նրան իմ կյանքի բոլոր ձեռքբերումների համար եւ իմ տեսակի համար, իմ բնավորության համար, իմ կամքի ուժի համար, իմ համառության համար, իմ անկոտրուն լինելու համար։ Եվ եթե ունենայի երկրորդ, երրորդ հնարավորություն, ես կցանկանայի, որ հենց նա լիներ իմ մաման։ Բրավո։ Որտեղ է հիմա ձեր մայրը։ Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղ է ապրում։ Բայց շուտով կվերադառնա։ Նոր տարին միասին եք նշելու։ Այս նոր տարին ոչ, բայց մյուս նոր տարվանից ես կարծում եմ, որ նա միշտ կլինի ինձ հետ։ Ես նկատեցի, թե ինչ փայլ եկավ ձեր դեմքին, երբ արտահայտեցիք այն միտքը, երբ որ ձեր մայրը պիտի գա ու մշտական ապրի Հայաստանում։ Այո, մշտական։ Եվ ինձ խոստացել է, որ համով տակ-տակ ճաշեր է պատրաստել։ Բրավո։ Ինչ է ձեր մայրիկի անունը։ Նոնա։ Տիկի Նոնա ջան, վերադարձեք, ձեր դուստրը անհամբերությամբ սպասում է ձեզ, որովհետև դուք նրա կյանքի մեծ իմաստն եք, ինչպես եւ որ նա է ձեր կյանքի մեծ իմաստը։ Ու վստահ եղեք, որ ձեզ նա աշխարհի չափ սիրում է։ Ու սպասում։ Ու սպասում։ Լիա, մենք կամաց-կամաց մոտենում ենք մեր նամակին։ Անանուն մի նամակ, ոչինչ չկա այս ծրարի վրա, բայց գիտենք, որ նամակը ձեզ է ուղղված։ Հիմա պիտի խնդրենք բացեք եւ բարձրաձայն կարդաք ու վերջում փորձենք կռահել, թե ով է նամակի հեղինակը։ Նախապես ասեմ, որ ձեզ համար շատ հարազատ ու թանկ մարդուց է այս նամակը։ Այս ինչ շատ է։ Լիա, կյանքը նրա հանդեպ բարեհաճ չի եղել։ Նա ունեցել է դժվարություններ, եղել են բազմաթիվ խոչընդոտներ, որոնց միջով անցնելով չի պարտվել եւ այնքան է դռներին թակել, մինչեւ իրեն լսել են։ Նա ինքն է ընտրել իր ճանապարհը եւ սիրել է այն, ինչի համար պայքարել է եւ շարունակում է պայքարել մինչ այժմ։ Մեծացել է առանց հոր։ Մանուկ հասակում ասում էր, եթե լավ բան լիներ հայրը, ուրեմն ինձ էլ կտրվեր հայր ունենալու բերկրանքը։ Շատ աշխատասեր ու պատասխանատու է եղել վաղ տարիքից։ Ապրում էր տատիկի հետ, ով փոխարինում էր մորը եւ նրանք շատ կապված էին իրար։ Լիան չի սիրում ոչ ոքից օգնություն խնդրել կամ որևէ մեկին ենթարկվել։ Մաման է։ Չգիտեմ։ Երբեմն զարմանում եմ, թե որքան ուժ ու համբերություն ունի իր մեջ, որ կարողանում է իրավիճակները ինքնուրույն շրջել։ Դուք կարծում եք, թե հիմա նրան հեշտ ու քաղցր է ապրելը։ Ոչ, նրան կրկին դժվար է։ Դժվար է մորից հեռու լինելու համար։ Դժվար է, որովհետև տատիկը իր կողքին չէ։ Դժվար է, որովհետև իր կյանքում կրկին հոր ներկայությունը չկա, թեև նա գոյություն ունի։ Նրա համար ծանր է, որովհետև ինքը դեռ չի կարողանում գտնել իր իրական եսը։ Նա մնացել է ինքն իր հետ եւ իր ստվերի հետ։ Մանուկ տարիքից իրան հետաքրքրել է, թե ինչպես է ստեղծված մարդը, ինչպես է նա կարողանում լսել, տեսնել, ինչպես է արյունը հոսում երակներով։ Ինչպես է նա կարողանում լսել, տեսնել, ինչպես է արյունը հոսում երակներով, ինչպես ենք մենք զգում խոսքը կամ քաղցը։ Մանուկ ժամանակ վախեցել է մահից։ Մի անգամ ասում էր, ինչու պետք է մարդը ծնվի, որպեսզի հետո մահանա։ Ասում էր, որ ուզում է երկար ապրել մինչև 188 տարեկան։ Նրանից կարելի է դեռ շատ բան պատմել նրա մանկությունից,
բայց ես կուզեի, որ նա Բայց ես կուզեի, որ նա գտներ իրեն այս կյանքում եւ կարգավորեր իր անձնական կյանքը։ Լիա, բաց թող քեզ, թույլ տուր, որ քո հոգին ու մարմինը պարզապես ապրի։ Եղիր եւ ջանիկ եւ շրջապատված միայն քեզ սիրող մարդկանցով։ Ես սիրում եմ քեզ։ Այս նամակը գրել է մարդ, ով որ ինձ շատ լավ է ճանաչում եւ մանկության ժամանակ իմ կողքին է եղել եւ լսել է իմ մանկական անհեթեթ միամիտ ու պարզ ու մաքուր հարցերը։ Ես հիշում եմ բոլոր այս հարցերի ժամանակ իմ տարիքը։ Ես հիշում եմ ինձ նույնիսկ, թե ինչ հագուստով եմ եղել։ Ես սիրում եմ, թե ինչ ինտոնացիայով եմ այդ հարցը ձևակերպել եւ ինչ իրավիճակում։ Ես շատ պարզ եմ հիշում իմ մանկությունը, շատ պարզ։ Իմ մամայի պատմածն է, կարծում եմ։ Այո, ձեր մայրն է նամակի հեղինակը։ Այո։ Կարոտով ու մեծ սիրով ուղարկված նամակ, որը եկավ Ռուսաստանի Դաշնությունից, հասավ մեր տաղավար։ Լիա, ձեր մայրը ձեզ շատ է սիրում։ Գիտեք, սա միակ պատասխանն է, որ հստակ կարող եմ ասել, ես գիտեմ։ Որովհետև բոլորի վերաբերյալ չեմ կարող այսքան հաստատակամ լինել եւ ինքնավստահ, բայց գիտեմ, որ նա ինձ շատ է սիրում։ Լիա, շնորհակալ եմ անկեղծ զրույցի եւ կյանքիդ խոստովանությունների համար։ Իրականում մեր զրույցը շատ անկեղծ էր, դա նկատելի էր։ Եվ շնորհակալ եմ, որ այդքան բաց էիր եւ ոչինչ չթաքցրեցիր, ոչ մի հարց չշրջանցեցիր, պատասխանեցիր այնքանով, որքանով որ ինքդ նախընտրեցիր։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Եթե ճիշտ եմ հասկանում, սա ձեր նախատոնական եթերն է։ Նախատոնական եւ կսպասենք ձեր շնորհավորանքին։ Այո, եւ վստահ եմ, որ շնորհավորանքի առիթը կա։ Գիտեք, իմ մամայի գրած խոսքը վերջին տող այնքան իրական է եւ դրա կարիքը այնքան կա հիմա մեր յուրաքանչյուրի կյանքում, որ ուզում եմ եւս մեկ անգամ այդ նախադասությունը ընթերցել եւ ձեզանից դա խնդրել։ Բաց թողեք ձեզ, թույլ տվեք, որ ձեր հոգին ու մարմինը պարզապես ապրեն։ Գոնե 2026 թվականից սկսած, բաց թողեք, թույլ տվեք, որ ձեր հոգին ու մարմինը ապրեն։ Եղեք անսահման երջանիկ, ունեցեք անվերջ հաջողություններ եւ սփռեք միայն բարություն, որովհետեւ դա պարտադիր վերադառնում է ձեզ։ Բրավո։ Շնորհակալ եմ, Լիա, շնորհակալ եմ ու նորից շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես էլ առիթից օգտվելով շնորհավորում եմ ձեր գալիքաման օրը եւ ուզում եմ, որ 2026-ը ձեզ համար լինի առատ սիրո, լինի արևավառ օրերի տարի եւ ձեր գեղեցիկ աչքերը մի ժպտան կյանքի բերկրանքից, նվաճումներից, ձեռքբերումներից ու այն գեղեցիկ սիրուց, որը այս կյանքում ստեղծված էր միայն ձեզ համար։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, դուք էլ բաց թողեք ձեր միտքը եւ բաց թողեք այն խոսքերը, որոնք պիտի խոստովանեք, այն մարդուն ով արժանի է։ Խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ